Հա, դուք շարունակեք։ Այսինքնից որ կլոներ ինչ որը առանց ֆանատիզմի Ինչ ա եղել։ խշխշացնում են Շատ մերսի։ Ես մերսի Դրամերով գրսել։ Դադեվ Հովանեսյան, շատ ուրախ եմ ձեզ հետ այսօր խոսելու հոգեբանության մասին։ Դուք հոգեբան եք, հոգեթերապևտ եւ այստեղ հոգեբանական կենտրոնի համահիմնադիր։ Եվ ես կուզեի սկսել մեր սերուցը մի հատ փոքր մտքով։ Շատ երկար ինձ թվում է նույնպես որպես մայր, հատկապես մտածել եմ երջանկության մասին։ Եվ իմ փորձով հասկացել եմ, որ հիմքերից մեկը երջանկությունը այդ պատկանելու զգացմունք է։ Մենք զգում ենք մի բանին պատկանել, մի խմբի հարաբերությունի, հասարակությունի, իդեալի մտքի, մենք այդ կարիք ունենք որպես սոցիալ կենդանի։ Բայց նույնպես այդ առաջնահերթությունները փոխում են ժամանակով եւ հիմա կարող է ասենք մարդիկ ասեն որ հա երջանկությունը ինչ կարեւոր է, չէ կարող է այս վիճակում կարեւոր է մարդու համար պատկանել օրինակ խաղաղ երկրի եւ կայուն հասարակությունի։ Դրա համար ուզում եմ այդ ճշտել, որովհետեւ կարող է այդ մեր երջանկության խոսածությունը տևի վայր ինչ կարող է կարևոր է հենց հիմա, բայց այդ ձևը հասնել այդ պատկանելու զգացմունքը եւ այդ լիարժեքության ինքը նույնն է, նույն ձևի ենք դրան հասնում։ Դրա համար ուզում եմ այդ ճշտել մինչեւ սկսել եւ դե ինչու շատ կարեւոր խոսածություն է, կարծում ենք որ ունենանք։ Եվ դրանով գալիս է իմ առաջին միամիտ հարցն է, որ ձեզ համար ձեր որպես մասնագետ որն է ձեր երջանկության ձևակերպումը։ Շնորհակալություն հրավերի համար նախ, այո, ինչպես նշեցիք, որպես մայր սկսեցի ավելի շատ մտածել երջանկության մասին, այստեղ մեր պատասխանատվությունը ավելանում է եւ մենք սկսում ենք մտածել ոնց կարող ենք ավելի շատ նպաստել մեր զավակներին այ երջանկության ապրումին եւ կարծեմ լավագույն ներդրումը որ կարող ենք անել ինքներս փորձել երջանկության ապրումի մեջ հաճախ լինելը եւ օրինակ լինելը, բայց ինչպես դրան հասնել իհարկե մեծ եւ հետաքրքիր ճանապարհ է, չեմ ուզում կոչել բարդ, քան հետաքրքիր եւ այո, առաջին հայացքից այս օրերում մեր երկրում բարդ ժամանակներում խոսել երջանկությունից առաջին հայացքից զարմանալի է, բայց նաեւ շատ կարեւոր, որտեղ հաճախ գոհատևման պայքարի մեջ մտած ժամանակներում մենք դժվարանում ենք կարևորել դա, բայց մեծ իմաստով մարդը ապրում է ձգտելով հասնել երջանկության, մենք ցանկացած մարդու ծննդի առիթով, նոր ծնված երեխային կամ իրար հանդիպելուց, երկար չհանդիպելուց հետո իրար միշտ մաղթում ենք երջանկություն եւ ինքներս էլ մեծ հաշվով փորձում ենք այնպես ապրել, որպեսզի հավանականությունը երջանկության ապրման մեծանա եւ ամենքս մեր մեկնաբանությունը կարող ենք ունենալ երջանկության։ Որոշ մարդիկ շատ կոնկրետ են ընտրում այդ ճանապարհը նշելով, որ երջանիկ ես, եթե ունես շատ բալիկներ, երջանիկ ես, եթե երկրիդ համար կարևոր բան ես անում, երջանիկ ես, եթե այնքան ֆինանսավորում ես կարողանում հայթայթել, որ երազանքների մեքենան, տունը կամ ճանապարհորդությունն ես կարողանում կազմակերպել, իսկ իրականում երջանկությունը բազմագործոն է։ Մեկ բանի ետևից գնալով մենք հաճախ ունենում ենք կարճատև դոֆամինային բարձր ապրում, դա բերում է ժամանակավոր երջանկություն եւ հետո գալիս է դադարը, որտեղ փաստորեն դա կայուն չի մնում։ Եվ ավելի բազմագործոն է, ոնց որ նշեցի, դրա համար շատ գիտնականներ մի ամբողջ գիտության ճյուղ զբաղվում է երջանկության ուսումնասիրություններով, փաստում են, որ երջանկության գոյացման համար նախ դա անընդհատ վիճակ չէ, դա հիմնականում ապրվող վիճակ է, ոչ թե անընդհատ, դա հակաիրական կլիներ, որ այդպես լիներ, որտեղ մենք ապրում ենք միջավայրում, աշխարհում, որտեղ բազմաթիվ ֆրուստրացիաներ կան, ստրեսներ կան, որոնք պարտադիր չի վատագույն տեղ մեզ տանեն, կան ընթացիկ, հա, ֆրուստրացիաների մասին է խոսքը, եւ
Պարզվել է, որ երջանկության համար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք իմաստավորել այն կյանքը, որով ապրում ենք, այն գործունեությունը, որով զբաղվում ենք, ունենանք ապահով կայուն մտերմություն եւ բավարարվածության զգացում այս ամենից։ Եթե հիմա իմ մասին մտածեմ, կդժվարանամ պատրաստի պատասխան ունենալ, բայց ենթադրում եմ, որ ես ինձ հատկապես երջանիկ եմ զգում, եթե որոշակի բալանսավորվածության մեջ եմ ընտանիքի, աշխատանքի եւ մյուս հարաբերությունների պահպանման եւ իրենց ունենալու հնարավորության մեջ, դա անընդհատ հնարավոր չէ, բայց որքան հնարավոր է լինում դա ապահովել, այնքան ավելի երջանիկ եմ երևի զգում։ Ձեր խոսքում անդրադարձակ շատ կարևոր կտորի պատկանելիության զգացմանը, այո, դա բոլոր կաթնասուններին, հատկապես եւ մարդկանց տեսակին հատուկ կարևոր զգացում է։ Ինչ է բերում պատկանելիությունը։ Պատկանելիությունը բերում է ապահովության զգացում։ Ապահովության զգացումը բազային կարևոր զգացողություն է, որի վրա կարող են նստել հաջորդի մեր կարողությունները, ընդունակությունները, հնարավորությունները եւ ջանքի իմաստավորումը, հա։ Եվ այո, պատկանելիությունը որևէ խմբի, ընտանիքի, մշակույթի կարևոր հիմք է երջանկության հասնելու ճանապարհին։ Եվ երջանկությունը ոնց որ գեղեցիկ նշում են մասնագետները, երջանկության պրոֆեսորները, ասում են դա ոչ թե վերջնակետ է, այլ ճանապարհ ու ընթացք։ Դա շատ կարևոր է հիշել։ Մեր օրերի համաճարակը ամենամեծը ստրեսն է։ Մենք ամեն ինչը արագ պետք է անենք, մեր գործի տեղը, մեր կյանքում, ամեն ինչ, մեր ինֆորմացիա, ամեն ինչ արագ է շարժվում մեր շրջապատում եւ ամեն ինչ ուզում ենք նույնպես հենց հիմա։ Սպասում ենք, որ ամեն ինչ լինի, երբ որ մեզ պետք է այդ համբերությունը կորցրել ենք, որ շատ կարևոր է եւ այդ ունի հետևանքներ հատկապես ֆիզիկապես եւ ֆիզիկական, որոնք այդ նոր բառը իմ համար այդ փայքարել կամ փախչել վիճակը, որը շատ կարևոր վիճակ է, այդ կորտիզոլի դերը։ Եվ ես կուզեի, որ դուք մի քիչ այդ դրա մասին խոսաք, մեծ բացատրեք այդ ինչ դեր ախաղում մեր օրգանիզմի մեջ։ Ստրեսի հետ կապված ձեր նշածի մեջ շատ կարևոր կտորը այն, որ մենք ունենք մեծ ճնշում այն մասին, որ պետք է հաջողակ լինենք, ամեն ինչ լավ ստացվի, բոլոր լավ տեսք ունենան, բոլոր իդեալականին մոտ կամ հնարավորինս հրաշալի մի տեղում գտնվեն իրենց բոլոր դրսևորումներում, ծնողության մեջ, աշխատավայրում, սոցիալական դերերում մյուս։ Եվ տեսեք, ստրեսը սովորականում մեր կյանքի սովորական ընթացքին հանդիպող իրադարձություն է, եթե դրանք ընթացիկ ֆրուստրացիաներ են, որոնք բերում են ստրեսային որոշակի ապրումների, բայց իմիջիայլոց լավագույն կարգավորումը ստրեսի համար ապահով մտերմությունների գոյությունն է մեր կյանքում, որտեղ եթե ես աշխատավայրում ունեցա կոնֆլիկտ, դժվարություն, կամ ունեմ վերջնաժամկետ ինչ-որ ծրագրի հանձնման, բայց տանը ունեմ աջակցություն ծնողներիս, զույգիս, երեխաներիս տեսքով, ստացվում է ես ստրեսի կարգավորման հզոր գործիքներ ունեմ։ Բայց մենք կարող ենք խոսել ընթացիկ ստրեսների մասին կամ քրոնիկ ստրեսների մասին, որը մեր դեպքում, մեր մշակույթում ավելի ճիշտ կլինի կոչել իրենց անուններով, սա ոչ թե էպիզոդիկ ստրեսների մեջ է, հիմնականում, հա, հասարակություն այլ քրոնիկ ընթացքով, ինչը փաստորեն բերում է սովորականից բարձր կորտիզոլի, ադրենալինի արտադրության, որը բերում է հիմնականում մոբիլիզացիայի վիճակի, իսկ ստրեսը 3 փուլ ունի՝ մոբիլիզացիա, պայքար եւ հյուծում։ Եվ հյուծման արդյունքում նաև մարում է ակտիվությունը, շատ դժվար է լինում նորից մոբիլիզանալ, նոր գործողությունների գնալ, բայց սա դադարի վիճակ է եւ նորից ոչ վերջնակետ, սա դադարի ապակինվելու, նորից վերադառնալու համար կարևոր դադար է։ Շատ հոգեկան առողջության ուսումնասիրությունների արդյունքում եւ բժշկության մեջտեղում կան ապացույցներ այն մասին, որ հատկապես որոշ հիվանդություններ շատ ստրեսացին են։ Եվ կա անգամ դասակարգում հոգեսոմատիկ կոչվող հիվանդություններն են դրանք եւ մեծ աճ է ապրում աուտոիմուն խնդիրները, որոնք նույնպես իրենց ներքևում ունենում են ստրեսածին մեծ կոմպոնենտ եւ սա հաշվի առնելով եւ հիշելով, որ ստրեսի հաղթահարման ճանապարհին լավագույն կարգավորումը կարող են մեզ ապահովել մեր ապահով մտերիմ հարաբերությունները, կարևոր է նաև ընթացքում չմոռանալ հոգալ այդ մասին։
Ամենաերկար հետազոտությունը երջանկության մասին, եւ դա վերջերս եմ դրամատիկ իմացել, շատ հրաշալի մեծ այդ եղել է, այսինքն դեռ շարունակում, հա, այդ Հարվարդի համալսարանի հետազոտությունը, որ 85 տարի գնում է մինչև այսօր։ Եվ դե պատկերացնում եք բոլորը սերունդները, ասենք իրան ընտանիքներն են հետևում են մինչև հիմա։ Եվ հետևում են, եւ դրա մեջը իրան դե հայտնաբերել են, որ ամենակարևոր հանգամանքը երջանկության համար հարաբերությունները եւ կախվածություններն են։ Եվ այդ իհարկե շատ կարևոր է ինձ թվում է հատկապես այսօր, որտեղ մենք մի քիչ մենակության աշխարհի մեջ ենք ապրում։ Երբեք չենք եղել այդքան կապնված, չէ, տեխնոլոգիայի շնորհիվ մեր կապը այդքան հեշտ է ստեղծվում, բայց ներքնում մենք առանձնացնում ենք իրարից։ Դրա համար այդ շատ հետաքրքիր փաստ էր կարդալ, որ այդքան տարիներն են, չէ, մեկը այդ մնում է ամենակարևոր հանգամանք։ Եվ ես ուզում եի ձեզ հարցնել, որքանով են կարևոր հարաբերությունները եւ կապը մեր ինքնազարգացման համար։ Այո, այդ հետազոտությունները, որոնք 39 թվականից սկսվել են եւ երկու խմբերի են վերցրել, որտեղ մի տեղում անբարենպաստ պայմաններում ապրող երիտասարդներ են, մյուսում Հարվարդի ուսանողներ, երկարատև ուսումնասիրությունների արդյունքում պարզեցին, որ ժամանակի ընթացքում, հատկապես դեպի ծերություն, երջանկության ավելի մեծ ապրում ունեն, ոչ թե ավելի շատ սոցիալական ստատուս, ֆինանսներ, կարողություններ ունեցող մարդիկ, այլ այն մարդիկ, ովքեր ճանապարհին շարունակել են հոգել իրենց հարաբերությունների մասին եւ հիմա ապահով հարաբերություններում են։ Ապահով հարաբերությունները լավագույն ներդրումն են նաև մեր ինքնայրացման համար, որտեղ կստացվի, որ ճանապարհին, որը ես ընտրել եմ եւ երևի սովորաբար դա հեշտ չի լինում, բայց ոչ է պարտադիր բարդ, ես մշտապես ունեմ աջակցություն։ Ես ունեմ մեկին, ում կարող եմ ասել, այ երևի չի ստացվի, մեկին ում կարող եմ ասել, կասկածում եմ, մեկին ում կարող եմ ասել, շատ տխուր եմ, դժվար է, կամ կիսվել իմ ոգևորությամբ։ Այնպես որ ապահովության զգացումը, որը ի սկզբանե ներդրվում է մեր կյանքի առաջին տարիներին, առաջին 3 տարիներին, այս մասին անգլիացի հոգեբույժ Ջոն Բոլբին է դեռ խոսել, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեծ հետազոտական նորից ուսումնասիրություններից հետո ապահովում են նաև մեր ֆիզիկական առողջությունը, որտեղ անգամ այն մանկատներում, որտեղ երեխաները ֆիզիկապես առողջ են, բայց քիչ խնամք են ստանում եւ քիչ տակտիլ շփումներ, իրենք ավելի հաճախ էին հիվանդանում եւ անգամ մահանում։ Եվ մի օրինակ կար, որտեղ խնամողը մի երեխայի մեծ համակրանքով ուղղակի համակրանք էր առաջացել եւ կապում էր իր վրա եւ նոր էր գործեր անում, աշխատանքով իր զբաղվում եւ այս երեխան եւ առողջության եւ ինտելեկտուալ զարգացմամբ մյուսներից առաջ էր, որտեղ ինքը իրեն զգում էր ապահով կապվածության մեջ։ Այնպես որ դա մեծ կարեւորություն ունի։ Մի հատ փոքր վերաբերեմ, որ ինձ շատ հետաքրքիր է ու մոռացա ասել հարցի ժամանակ։ Այսօր մի քիչ նույնպես այդ ուղղությամբ ենք գնում, որտեղ հոգեբանությունը շատ ավելի հասանելի է։ Շատ փոփ հոգեբանություն կա հիմա, որ կարող եք ամեն ինչ կարդալ, on-line հատկապես, դրա մասին եւ ես տեսնում եմ հաջող, որ հիմա այս վերջերս մեր ծնողները բոլորը նարսիսիստ ենք, մենք բոլորը տրավմայի մեջ ենք։ Նորից ծայրահեղություն ենք հասել։ Այսինքն հիմա հասել ենք մյուս եւ ուզում եմ որ քաչ նշենք դուք ավելի շատ որ խորացած մեկ բացատրեք ինչքան կարևոր է եւ օրինակներ ես ունեցել եմ կյանքում, որտեղ կարևոր հարաբերությունը բուժման կարիք ունի եւ ես վերցնում եմ տարածք դիստանս, ես որ նայեմ, որ հասկանամ վիճակը, որ բուժեմ, բայց այդ բուժման բերում եմ հետ այդ հարաբերությունը, այդ կարևոր հարաբերությունը, բարձա, այդ աշխատանքը չեն կարող միշտ անենք, բայց խոսանք ընտանիքի մասին, մաթեմատիկ որ մեզ համար կարևորն է։ Կարող են կարճ դրա մասին։ Կուզեմ անպայման անդրադառնալ, որովհետև հոգեբանության զարգացման հետ եւ հոգեթերապիայի հնարավորության զարգացման հետ մենք տեսանք այն կապը, որ վաղ մանկությունը ազդում է մեր չափահասության շատ դրսևորումների վրա, կարողությունների, ինքնագնահատականի, ինքնայրացման, առողջության։ Մենք հաճախ բաց ենք թողնում մի կտոր, որտեղ ծնողը մեղավոր է, որ կարող էր եւ գիտեր եւ չէր անում, քան օրինակ իմ ծնողները սովետական Հայաստանում ծնված այդքան տեղեկացվածություն չունեին ոչ կապվածությունների տեսության մասին, ոչ երեխային պետք է շատ գրկելու մասին եւ ոչ էլ ինչպես ունեին բոլոր տեխնիկական հնարավորությունները ինչ-որ բաներ միացնելու եւ ինչքան ուզեմ գրկելու։
Այսինքն մենք հաճախ ապակինման ճանապարհին, երբ որ սկսում ենք հոգալ ներքին փոքրի մասին, դա մեր ծնողներից իրան պաշտպանելու մասին չէ մեծ իմաստով, քան ապակինելու եւ ընդունելու։ Տեսեք, երբեմն իրականում լինում են վատ ծնողներ։ Իրանք հիմնականում շատ քիչ են, որտեղ եթե հոգեկան առողջության սահմաններում մարդը իր երեխային գիտակցված չի վնասում։ Այսինքն իսկապես են վնասող ծնողները միտումնավոր շատ փոքր տոկոս են կազմում։ Շատ ավելի շատ մենք ունենում ենք տեղեկացվածության եւ կարողությունների պակաս։ Տեսեք, երբ որ առաջին համաշխարհայինից, երկրորդ համաշխարհայինից, հայրենական պատերազմից, ցեղասպանությունից հետո մարդիկ survival mood-ում էին, իրանք պետք է զսպեին իրենց բոլոր ապրումները եւ որոշակի դիսոցիացվածությամբ գոյատևեին, որպեսզի կարողանային ապրել։ Պարզ է, չէ՞, որ այդ ծնողների երեխաները էմոցիոնալ կապ շատ չեն զգացել, բայց ոչ թե ծնողը վատն էր, այլ ծնողը չուներ այդ կարողությունը, որտեղ տրավմայի հետևանքով հայտնվել էր survival mood-ում, բայց սա չի նշանակում ծնողները կապ չունեն, մենք թող գնանք ապակինենք առանց ֆանատիզմի, այսինքն վերադառնանք մեր վնասված կտորին, ապակինենք դրան, հոգեթերապիան մեծ հնարավորություններ ունի եւ այդ միտումնավորության մասը վիճարկենք, որ ծնողները միտումնավոր, որտեղ շատ հաճախ դա միտումնավոր չի, քան տարբեր պատճառներով, հենց իրենց տրավմաների պատճառով նաեւ։ Ես կուզեի, որ դուք հիմա ազատ դարձնեմ, որ դուք մի հատ վերջնական թեմա ընտրեք, որ մեր խոսածությունը դառնա ինչ ավելի։ Ես գիտեք ինչ կուզեմ խոսել, եթե թույլ կտաք, որպեսզի մեծահասակ մարդը չափահաս տարիքում կարողանա կառուցի ապահով, վստահելի, մտերիմ հարաբերություններ, ինքը պետք է ունենա այդ հարաբերությունների փորձ վաղ մանկության տարիքում։ Attachment theory մասին եմ հիմա փոքր խոսելու, կապվածությունների տեսության։ Եթե երեխան մեծացել է հիմնականում իրեն էմոցիոնալ կապ չտվող ծնողների հետ, այսինքն ինքը երկար ժամանակ փորձել է կապ տալ, հարաբերություններ կառուցել, բայց մերժվել է այն պատճառով, որ օրինակ մաման դեպրեսիայում էր կամ ինչ որ հոգեբանական դժվարություններ ունեն, ինքը մեծանալու դեպքում ունենալու վստահություն այն մասին, որ հարաբերությունները լավ բան չեն, որ պետք չի մոտենալ եւ մեծ հավանականությամբ կամ ինքը ունենալու է տագնապային անհանգստություն, որտեղ իր պարտներին անդադ խնդրելու է հաստատել, որ ինքը կարևոր է, որ իրեն սիրում են, որ ինքը նշանակալից է, կամ խուսափող տիպ է դառնալու, մեկ ուրիշ անվանում, եթե հիշենք այդ տեսությունից, որտեղ ուղղակի խուսափելու է ցանկացած մտերմությունից, որտեղ իր համակարգում նյարդային մտերմությունը լավ տեղ չի տանում։ Ստացվում է, որ լավագույն ներդրումը, որ մեծահասակ մարդիկ կարող են անել իրենց երեխաների համար, դա հնարավորինս շատ ապահով, ներգրաված էմոցիոնալ ներկայություն ապահովելն է, որտեղ այս դեպքում երեխան վերցնում է իր հետ այն փորձը, որ մտերմությունը լավ բան է, ապահով բան է եւ հեշտությամբ ապագայում կարողանում է կառուցել իր մտերմությունները։ Շատ շնորհակալ եմ ձեր ժամանակի համար եւ այս հետաքրքիր ծրագրի համար։ Շնորհակալ եմ։